ճիշտ է, խոսքից մեջ դրվագներ կլինեն, որոնք կկրկնվեն, բայց պիտի անդադար խոսել դրա մասին, քանի դեռ Հայաստանի Հանրապետություն կոչված կազմակերպության քաղաքական դաշտի գլխավոր ակտորները այս մարդիկ են։ Տարիներ շարունակ խոսել եմ նրա մասին, բարձրացնում եմ նրա մասին հարց, որ Հայաստան դաշինքի падգամավորներից մեկը, Հայաստան դաշինքի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ողջ կյանքը զբաղվել է պետական պաշտոններ է զբաղեցրել, այդպես է հայտնի, ու ձեռի հետ Երևանի կենտրոնի կեսը իրենով է արել, Արմեն Գևորգյանը, ով հիմա ընդդիմություն է խաղում, իրենց կողմից, իրենց դաշինքի ներկայացուցիչների կողմից դավաճան հռչակված իշխանության մեկ այլ կարկառուն ներկայացուցիչի հետ ունի համատեղ հեկ ջերմուկ քաղաքում։ Դա ինչպես կարող է լինել, պարոն Ռոբերտ, մի օր կբացատրեք այս հրաշքը, թե ինչպես է Արմեն Գևորգյանը նախ այդ հեկը ձեռք բերել ինչ միջոցներով եւ ինչպես է ստացվել, որ օրթախ են Սերգեյ Բագրատյանի հետ, ինչպես։ Նույն հարցը վերաբերվում է նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ իր կողմնակիցներին, ինչպես կարող է մի կողմից դուք քոչարյանականներին մեղադրեք ամենատարբեր հանցագործությունների մեջ, բայց մյուս կողմից ձեր թիմակիցը օրթախություն է անում այդ թիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկի հետ եւ եթե ուշադրություն դարձնեք, դեպի դա նկատելու համար ուշադրություն էլ պետք է դարձնել Գևորգյան Արմենը, ով Երևանի կենտրոնի կեսը էլի եմ ասում, պատկերավոր ասած, օբրազն ասած, իրանով է արել Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանի կողմից իրականացրած հանցագործությունների վերաբերյալ պարլամենտում որևէ ելույթ չի ունեցել։ Չէ, պարոն Աղվան, որևէ ելույթ չէ, ընկեր Աղվան, որևէ ելույթ չի ունեցել։ Արցախում տրված $800 միլիոն վարկերը Հայաստանի հեղափոխական վարչապետը հանկարծ որոշում է հեչ անել 2023 թվականին։ 70%-ը ինքն է ստանձնում, 30%-ը առևտրային բանկերը դուրս են գնում։ Հայաստանի բանկերի պատմության մեջ ամենաշահութաբեր տարիներից մեկը, եթե ոչ տարին, եղել է 2024 թիվը։ Ինչու՞։ Որովհետև քանի որ 30%, ես վարկած եմ առաջ քաշում, քանի որ 30%-ը դուրս են գերել, 70%-ը կառավարությունն է ստանձնել վարկերի, դրանով կոմերցիոն բանկերին տրված եղել նաև քարտ բլանշ։ Ինչպես ուզում եք քերեք ժողովրդից եւ նրանք քերել են։ Այնպես են քերել, որ 24 թվականին ֆանտաստիկ շահույթ է ապահովել բանկային համակարգը իմիջիայլոց ոչ վարկային տոկոսներից։ Այդ $800 միլիոն Փաշինյան Նիկոլ, որ ջրել ես, որի 70%-ը քաղաքացին է ստանձնել, ջրել ժողովրդական լեզվով։ Քաղաքացիներն են ստանձնել եւ 70%-ը, եւ ըստ էության այն մի 30%-ը։ Սովորական քաղաքացիներն են ստանձնել։ Փաշինյան Նիկոլ, հեղափոխական падոնок։ Այդ 70%-ը, որ դու դրել ես քաղաքացիների վզին, եւ պլյուս այն 30%-ը, քաղաքացին իրավունք ունի իմանալու ում վարկերն է փակում։ Ինչու չես հրապարակում 10 ամենախոշոր թալանչիների անունները, ում վարկերի պատասխանատվությունը դրել ես քաղաքացիների ուսերին։ Ինչու չես հրապարակում։ Հետաքրքիր է, էլի ինչու է։ Ամեն ինչը դու խախտել ես, հիմա վաղը մյուս օր դուրս կգաս կամ քո կենտրոնական բանկի նախագահը դուրս կգա, կասի լիկվիդայնության հետ կապված լրջագույն խնդիրներ կարող է լինեին, եթե կառավարությունը այդ որոշումը չկայացնի, շատ լավ։ Լիկվիդայնության համար եք այդ որոշումը կայացրել։ Շատ լավ։ Իսկ անունները ինչու չեք հրապարակում։ Բանկային գաղտնիքի մասին օրենքի դրույթներն եք բանանում, պահում։ Բա ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում դուք խախտել եք, բանկային գաղտնիքի մասին օրենքը, այդ ինչ է, որ դուք չեք խախտում։ Փաշինյան Նիկոլ, այդ $800 միլիոն վարկից ճիշտ է արդյոք այն պնդումները, ինձ իմ ընկերը մի քանի ամիս առաջ
շատ իրազեկված մի մարդ Արցախից պատմեց, որ այդ $800 միլիոն 30 միլիոն դոլարը եղել է Սամվել Կարապետյանի անունով վարկը, որը նա վերցրել էր սկզբից Արադ բանկից, հետո տեղափոխել էին Արտշին բանկ։ Կբացատրես այս հրաշքը, ինչպես ես դու ջրել Սամվել Կարապետյանի 30 միլիոնը, կամ Սամվել Կարապետյանը կբացատրի այս հրաշքը։ Պարոն Սամվել, կբացատրեք մի օր, ինչպես ստացվեց։ Ով ձեզ ասաց այդ տեղեկությունը, ինչ զգացիք։ Չէ՞ որ դուք պայքարում եք այս իշխանությունների դեմ, բայց ինչպես է լինում, որ այս իշխանությունները այդպես մեծահոգաբար իմիջիայլոց այսօր նաև տեղեկություն տարածվեց, որ ձեր թիմակիցներից մեկը 2 միլիոն դրամ ու փոքրիկ գումարի մասին է խոսքը, ի տարբերություն այն ամենի մասին, ինչ խոսում եմ, 2 միլիոն դրամ մի քանի տարի առաջ հանգանակություն է արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Կբացատրեք այս կոնֆուզները, որպեսզի մարդիկ հասկանան։ Հիմա դուք իրար դեմ եք, իրար կողմ եք 2023 թվականի ապրիլ ամսին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը գից Արցախի պետնախարարը ասում է, որ ներդրումային հիմնադրամին ունեցած ժամկետանց պարտավորությունների թիվը այս պայմաններում կազմում է $400 միլիոն։ Այդ $400 միլիոն Art Power SP-ին իմ ունեցած տվյալներով Art Power SP-ին բաժին է ասել 19 միլիարդ դրամ, մոտ $50 միլիոն։ Իմ ունեցած տվյալներով Art Power SP-ն պատկանում է Սերժիկ Սարգսյանի կրտսեր փեսային։ Փաշինյան Նիկոլ այդ միլիոնավոր դոլարները ինչ են եղել։ Վերջը վերադարձրեցին, իհարկե ոչ։ Ինձ հետաքրքիր է, այս ձեր կինոն սարքած ինչքան պիտի տևի, ինչքան պիտի շարունակվի ձեր այս կեղտոտ, ինչպես ասում է իմ ընկերը Գրիգորը, այս կեղտոտ պոռնոն, ինչքան պիտի շարունակվի։ Ասում է պոռնոից վերանել ինչ կա, սա արդեն դրանից էլ է այն կողմ։ Էտո Ռեսկոլան մի ֆիլմ ունի, հրաշալի ֆիլմ է, ով չի դիտել, խնդրում եմ, հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս նայեն, վերնագիրը Գրязные дикие отвратительные։ Միգուցե դες մոտավորապես նման վերնագրով ֆանտաստիկ ֆիլմ է, հրաշալի ֆիլմ է։ Նայեք եւ կհասկանաք, թե Հայաստանի Հանրապետությունը հայերը որտեղ են ապրում, թե հայ ջոչերը ինչ են անում, հայ այդ բաները էլի սրիկա ջոչերը ինչ են անում հայ ժողովրդի հետ, ինչ են արել եւ ինչ են անում։ Ասում է վարկերը, այս վարկ եմ ասում, բան են անում, հեկերը վաճառում են ադրբեջանցիներին, ես կոմպենսացում եմ տվել, որևէ մեկը չի հարցնում, եղբայր, այդ կոմպենսացումը որտեղից ես դու տվել, կամ ինչ իրավունքով ես դու տվել։ Հետո հորդ փողերը չեն, որ դու այդ կոմպենսացումը տվել ես։ Փաշինյան Նիկոլ Բյուջենկո հոր փողն է, հա, Բյուջենկո հոր փողն է, հոր բանն է, տնից ես բերել, թե Աննա Հակոբյանի կաշիլոկն է Բյուջեն, ինչքան ուզես կտաս։ Ով է քեզ թույլ տվել, որ դու այն կոլաբորանտներին, որոնք վաճառել են հեկերը ադրբեջանցիներին, այդ կոլաբորանտներին ոչ միայն չձերբակալես, այլ նաև կոմպենսացում տաս, չէ՞ որ նրանք վնաս չեն կրել, ինչ ես կոմպենսացում տվել։ Ու այս հարցերը քաղաքական դաշտում, պարլամենտում, գլխավոր հարթակներում, հանրայինում, սպանես ոչ մի տականք դաշնակ այս հարցի մասին չի խոսի, բայց վաղը մյուս օրը դուրս են գալու ասեն, որ մենք այդ բոլոր հարցերի մասին մշտապես խոսել ենք։ Ասում են պավեստկան տալիս են սովորական հայ տղամարդուն ու խաբելով տանում են ուղիղ ադրբեջանական գերություն։ Պարոն Ռոբերտ, ձեր պատգամավորների լիազորությունների մեջ է եղել եւ նաեւ պարտավորությունների մեջ է եղել ոչ միայն այս հարցը բարձրացնելը, այլ նաեւ լուծումներ առաջարկելը։ Լուծելը այս հարցը, որովհետեւ այս սրիկայությունը առանց հայրենիքի ճիշտ ասած դժվար է այս ամենի վերաբերյալ խոսելը, տեղի է ունենում պարլամենտի ուղիղ վերահսկողության ներքո։ Ավինյան Տիգրան ում ճակատին $15,000 փսորիազ է գրված,
ով մերժել է բանակը, իմիջիալից այս ցուցակները, որ նայում ես, որտեղ նայում ես բանակում ծառայած չեն։ Որ առաջին համարին նայում ես, բանակում ծառայած չի։ Երկրորդ համարներին նայում ես, բանակում ծառայած չի։ Պարոն Սամվել, ձեր երկրորդ համարը ինչու բանակում չի ծառայել։ Ինքը բարձրակարգ տղա է։ Ձեր երկրորդ համարը մի քանի տարի եղել է ազգային ժողովի падգամավոր եւ դержել է իր երթումը ու բազմաթիվ հարցեր են եղել, որի մասին չի բարձրաձայնել։ Հիմա տանում ես էլի ազգային ժողով, ինչպես ասում էր Սերժիկը, որ ինչ անես, որ ինչ լինի։ Նույնը վերաբերում է նաեւ Գագիկ Ծառուկյանին։ Տանում ես, որ ինչ լինի, որ ինչ անի, ինչ պիտի անի այդ անձնավորությունը, որը չի արել, ինչը չի հասցրել անել Թևանյան Անդրանիկը, որն ասում էր Արադ Միրզյանի ֆիգուրը փոքր ֆիգուր է, որ ես այդ թեմաների մասին խոսեմ, պարոն Ծառուկյան Գագիկ։ Դուք դեմ եք Նիկոլ Փաշինյանին, Սամվել Կարապետյանն ասում է մեր ինքնության դեմ Փաշինյան Նիկոլը ինչ որ գործողություններ արեց, ես դրա համար դարձա, սկսեցի զբաղվել քաղաքականությամբ եւ այլն։ Այդ մեր ինքնության մեծ գործողություններ չեր անում, երբ որ վարկեր դեր ջերում, պարոն Սամվել։ Իսկ երբ որ քո թիմակիցները, քո բարեկամն է ով է, հանգանակություններ էր անում հարցերես, ինչ ես արել հանգանակությունը, թե 2024 թվականին դեռ մեր ինքնության դեմ ոչ մի բան չէր արել։ 23 թվականին ոչ մի բան չէր արել մեր ինքնության դեմ։ 22 թվականին եւս չէր արել։ Դա 22 թվականի հոկտեմբերին էր, չէ՞ որ մի ողջ սերունդ ճանաչեց օկուպանտ Խուժան։ Թե դա դες չի վերաբերում, չէ՞ որ դուք բանակում չեք ծառայել։ Ձեր ցեղի մեջ բանակում ծառայած չի եղել եւ օկուպանտ Խուժանները դուք չեք։ Այսինքն վաղը մյուս օրը եթե պատասխանատվության հարց լինի, դա դες չի վերաբերվի, պարոն Սամվել, ճիշտ եմ հասկանում։ Ասում եք ինքնության դեմ Նիկոլ Փաշինյանը բան է արել, իհարկե արել է։ Իսկ Գագիկ Ծառուկյանը չի անում ինքնության դեմ բան, երբ ոտնահարելով առաքելական եկեղեցու ավանդույթները, հազարամյա ավանդույթները Հիսուս Քրիստոսի Տիրոջ արձանն է տեղադրում, դա ինքնության դեմ գործողություններ չեն։ Վաղը մյուս օրը, լսեք, վաղը մյուս օրը Փաշինյան Նիկոլը, նախ Փաշինյան Նիկոլը ինչ արել է Հայաստանի Հանրապետության անունից։ Փաշինյան Նիկոլը ինչ արել է կառավարության անունից, պարլամենտի անունից, դատաիրավական համակարգի անունից, դաշնակ մաշնակների անունից, գլխավոր դատախազի անունից, Ռոբերտ Քոչարյան քո անունից, քո զավակի անունից, ով միջև վերջերս սրիկայաբար, անամոթաբար չափչփում էր դաշնակ մաշնակների հետ մարզերում, ասում էր իշխանին ասում են բանը Հայաստանում հնարավոր չէ ընտրություններով իշխանափոխություն իրականացնել, դե բայց մինչև 2018 թիվն էլ փողոցով հնարավոր չէր։ Ուզում է ասի 18 թվին այդ մանկամիտը փողոցով իշխանափոխություն է եղել։ Ձեր անունից է Փաշինյան Նիկոլը արել, ձեռք բերել պայմանավորվածություններ եւ պայմանավորվածությունները խախտել։ Այս ամենը միայն ինքը չի արել։ Հայաստանի Հանրապետության անունից է արել։ Տարոն Մարգարյանի նախկին օգնական գլխավոր դատախազի անունից է արել։ Գալուս Սահակյանի նախկին խորհրդական արտաքին հետախուզական ծառայության տնօրենի անունից է արել, ազգային անվտանգության ծառայության տնօրենի անունից է արել, ցանկացած դեպուտատի անունից է արել։ Եվ վաղը մյուս օրը ինքը կանգնելու է ասի, ես անում եի, դուք չթողնեիք ու ճիշտ է ասելու։ Բայց ես անում եի, դուք չթողնեիք, ինչեիք։ Տակս պարկած, հա։ Պարոն Ռոբերտ Քոչարյան դեպուտատ ուներ, օրը 7 անգամ ներողություն էր խնդրում հրապարակային Աննա Հակոբյանից։ Դուք այս ամենի հետ բացարձակապես կապ չունեք։ Կապ չունեք։ Ձեր падգամավորի հարազատ եղբայրը մինչև վերջերս աշխատում էր ազգային անվտանգության ծառայությունում։ Դուք մի կողմից ասում եք Նիկոլը Դավաճան է, մյուս կողմից ձեր հայտնի падգամավորի եղբայրը աշխատում էր ազգային անվտանգության ծառայությունում, մինչև չհեռացրեցին։ Սա խնդիր չէ։ Սա խնդիր չէ։ Լեկտիությունը հասել է այն մակարդակ, բարձրաձայնում եմ, ասում եմ, արա ոնց կարող է երկրում հեղափոխություն տեղի ունենա,
Հեղափոխություն տեղի էր ունենում Ղրղստանում, Ուկրաինայում, Վրաստանում, երբ մազապուրս փախնում էին ղեկավարները կամ եթե մնում էին զերո ազդեցությամբ։ Ոնց կարող է երկրում հեղափոխություն տեղի ունենա, նախկին թալանչիները ծլեն, ծաղկեն, բարգավաճեն, նոր իշխանությունները ջրեն նախկին իշխանությունների վարքերը եւ այսպես շարունակ։ Ղրղստանում պատկերացնում եք այդպիսի բան տեղի ունենար։ Ոնց կարող է երկրում հեղափոխություն լինի 8 տարի հեղափոխություն են անոնս անում, ու հետաքրքիրը նա է, որ ոչ միայն անոնս են անում հանրապետականները, հեղափոխություն, հեղաշրջում, ԿՊԱ-ականները, դաշնակ-մաշնակները, այլ նաև մարգինալ ուժերի ներկայացուցիչներ։ Զարմանում եմ մարդ։ Վերջերս մի նորաստեղծ կուսակցություն կա, դեմ են բոլորին։ Ներկայացուցիչը խոսում է Վարդան Հակոբյանը բան է կազմակերպել, հանդիպում է կազմակերպել Արտակի հետ Սարգսյան։ Կես ժամվա ընթացքում 45 անգամ հեղափոխություն բառը ասես 18 թվականի հետ կապված։ Ինչ եք անում սա տղեկ։ Ինչ եք անում։ Ու ես խոսում եմ, վերջերս բարձրաձայնեցի նաև այն խայտարակության մասին, որ ռադիկալ խոսքով հանդես եկող թիմերից մեկի երկրորդ գիծ առաջին համարը Լևոն Բաղդասարյան թե Բարսեղյան հարսանիք է անում, տղայի հարսանիքին հրավիրվում են Նիկոլը եւ Սերժը իրար հետ մասնակցում են այդ հարսանիքին։ Ու մարդը չի էլ հերքում։ Հարցազրույց տվեց Factor TV-ին, Factor-ին եթե չեմ սխալվում։ Ասում ինչ կա դրա մեջ, էլի մոտավորապես եմ ասում։ Բան չկա դրա մեջ, հա։ Մարդիկ 6 ամիս ապրեցին դուր դրան իրար հետ։ Հա։ Կայացրեց շատ հարմար որոշումներ ֆինանսական այդ մարդկանց համար։ Հիմա էլ միասին մասնակցում են խնջույքների, ուրախանում են։ Իսկ պարոն Սերժիկ եւ պարոն Նիկոլ բանակի կենացը հոտնկայս խմել է Սերժի հետ։ Հոտնկայս անպայման, չէ՞ որ դուք պետականամետ մարդիկ եք։ Պարոն Նիկոլ եւ պարոն Սերժիկ պետության կենացը հոտնկայս խմեցիք։ Հերոսների կենացը հոտնկայս խմեցիք։ Պարոն Սերժիկ եւ պարոն Նիկոլ հարգեցիք դուք ընկածների հիշատակը 1 րոպե լռությամբ ոնց կարող է չհարգեք, դուք որ դուք լուրջ մարդիկ եք դուք, մեզ պես չեք, ես օրինակ չեմ խմում այդ կենացները, նույնիսկ երբ խմում են, ես դուրս եմ գալիս, ես այդպիսի կենացներ չեմ խմում, ասա է Հայաստանը, հիմա այս մարդիկ կազմակերպում են հերթական շոուն, կոչվում է ընտրություններ, եւ ասում են անպայման գնացեք, մասնակցեք ընտրություններին, եթե դուք ընտրություններին չմասնակցեցիք, ջուր եք լցնելու բանի ջրին, այդ ջրաղացին Նիկոլ Փաշինյանի։ Իսկ եթե գնացին, մասնակցեցին, ընտրեցին ձեզ, դուք դարձաք ընդդիմադիր եւ մի 5 տարի էլ լեգիտիմացրեցիք Նիկոլ Փաշինյանի հանցագործությունները, այդ ժամանակ ում ջրաղացին են ջուր լցնելու, հետաքրքիր է։ Ում ջրաղացին են ջուր լցնելու, եթե Արամ Վարդևանյաններն ու Անդրանիկ Թևանյանները մի 5 տարի էլ նստեցին այնտեղ եւ Արարատ Միրզոյանի թեմաները եղան օրակարգից դուրս եւ փոքր թեմաներ, որպեսզի այդ հարցով ես ինչի մասին եմ խոսում։ Արարատ Միրզոյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելով հանդերձ հեղափոխություն է արել այն ռեժիմին, որը իրեն հավաքագրել է կամ որին ինքը ծառայել է։ Սա կոնֆուզ է, այս հարցը պիտի պարզաբանվեր պարլամենտում, բայց այս հարցի մասին չի խոսվել։ Արարատ Միրզոյանը մեղադրվում է թուրքական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Պարոն Միքայել Մինասյան, ինչու այս տեղեկությունը հրապարակվեց պատերազմից հետո եւ ոչ թե առաջ կամ 18 թվականին։ Թե 18 թվականին դուք Նիկոլ եք բերում իշխանության, ինչի պետք է հրապարակեիք։ Իսկ ինչու հրապարակվեց միայն Արարատ Միրզոյանի գործը, պարոն Միքայել, վերջ այս հարցին պիտի հոդաբաշխ բացատրություն դուք տաք, թե ոչ։ Վերջը մեկը պիտի հարց տա Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի նախարարը մեղադրվում է թուրքական գործակալ լինելու մեջ։ Քրեական գործը ուր է Փաշինյան Նիկոլ։ Ուր է քրեական գործը։ Ինչ որ գործ կա հարուցված զրպարտության համար։ Թե իրականությանն է համապատասխանում, բայց եթե իրականությանն է համապատասխանում, այդ անձնավորությունը ինչ գործ ունի քո կաբինետում։
Հա, հարգելի, ոչ հարգելի ընդդիմադիրներ, այս հարցը ինչու չեք բարձրացրել։ Թե բարձրացրել եք, բայց միայն ազգային ժողովի զուգարաններում եւ բուֆետներում։ Լսեք, ես հասկանում եմ, որ դուք ունեք ռեսուրսներ, ձեզ ենթարկվում են լրագրողները, ձեզ ենթարկվում են զինված տղաները, ԱԱՑ-ի, ոստիկանության, չգիտեմ ինչ է կոչվում, ազգային գվարդիա, բանակ, բայց իմացեք մի բան լավ իմացեք, աշխարհը չոպով ծածկված չէ։ Կեղտոտ գործ կար անելու, դուք ընտրեցիք ամենանենգ գործակալներին, որոնք երակատարում են։ Բայց աշխարհը չոպով ծածկված չէ։ Եվ ամեն ինչ չէ, որ դուք կարող եք փողով ծածկել։ Ամեն մեկին չէ, որ դուք կարողանաք փողով առնել։ Չեք կարող։ Չեք կարող։ Ժամանակը կգա եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը մի պապկաձեռը կմտնի Հայաստանի պետական հեռուստաընկերություն, ու ձեր մաման լացացնելու է։ Ձեր տիրոջ հերն անիծելու է։ Ինչ արել եք, ինչ քաքեշ կերել եք։ Բոզի վաստակներ։ Այդ ամենը դրվելու է դոկումենտներով դնելու են ժողովրդի առաջը, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ ավանտյուրայի զոհ է դարձել Արցախը, Լեռնային Ղարաբաղը, ինչ ավանտյուրայի զոհ են գնացել հազարավոր տղաներ, ինչ ավանտյուրայի զոհ է գնացել այդ մարդկանց առողջությունը, այդ մարդկանց ֆունդամենտալ իրավունքները, թե ինչպես են հայերը, հայ ժողովրդին գծել այս օրը, այդ օրը գալու է։ Հայաստանի Հանրապետության այդ ներքին գործերի այդ նախարարը այդ օրը մի խոսքով գալու է, այդ ներքին այդ նախարարը, ես իրա ցավը տանեմ կամ ազգային անվտանգության ծառայության տնօրենը դա անելու է։ Եվ դուք գետին եք մտնելու, կոլաբորանտ սրիկաներ, դուք մտնելու եք գետինը։ Իսկ մինչև գետինը մտնելը դուք հայտնվելու եք բանտերում։ Ձեր մասին գրելու են, պատմություններ են գրելու, ֆիլմեր են նկարելու, մուլտֆիլմեր են նկարելու, ով ինչ հիմա անում է, ով ինչ հիմա ասում է, այդ ամեն ինչը ֆիքսվում է։ Ամեն մարդ իր արածի համար, ամեն մարդ իր չարածի համար, ասացի եւ չասացի համար պատասխանատվության է ենթարկվելու։ Ես ձեր տիրոջ մերը